որտեղից քամի փչի, փորձելով ենք հարմարվել այդ քամուն։ Այն ֆլուգել են ասում են, որ քամին փչում է, ասենց պտտվում է։ Հիմա սա գնում է Բրյուսել, բամբասում է ռուսներից, ասում է թիմ բերեք հիբրիդային պատերազմից պաշտպանվելու համար։ Գալիս են Հայաստան, մամուլի ասուլիսներ են անում, ասում են Ռուսաստան հետ եղբայրություն է։ Եթե եղբայրությունը ինչ է կատարվում այս օրերի ընթացքում։ Սահմանափակումներ, որը ազդելու է ուղղակի ձեր բարեկեցության վրա, ձեր ընտանիքների վրա, բոլոր բիզնեսների վրա ազդելու է։ Հետո ինքը ասելու է, դե ինչ անեմ, հարիվ եմ։ Ոնց որ 18-ից 20 թվականը լեզվին տվեց այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանն ու Թուրքիան միասին պատերազմ չսկսեցին։ Մի շաբաթ մինչև պատերազմը այն բերած սուերը թռցնում էր ցույց տալու համար, որ ինչքան ուժեղ ենք, օդը փակել ենք։ Հետո պարզվեց, որ 0 սուի հետ մի հատ հրթիռ չկար։